Ողջույն, ես Հայկ Մարկոսյանն եմ, Ելակետ տեղեկատվական գործակալության Լոս Անջելեսյան գրասենյակում, այսօր Armenian podcast նախագծի շրջանակներում հյուրընկալել եմ իմ ընկեր բարեկամ Արման Մանուկյանին։ Ողջույն Արման։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Բարի գալուստ Ելակետ։ Շնորհակալ եմ հրավերքի համար, սիրով ընդունել եմ ձեր հրավերքը։ Այսօր Արմանին հյուրընկալել եմ սիրելի հետևորդներ խոսելու մասնագիտական գործունեությունը որպես գործարար գործունեություն, որպես բիզնես թեմայի շրջանակներում։ Արման, լինելով մասնագետ, լինելով բավական լուրջ ձեռքբերումներ ունեցած անհատ, մերսման կամ արևելյան մերսման այս ոլորտի շրջանակներում, մի փոքր կներկայացնես իրականում ինչով ես զբաղվում, երբ ես սկսել քո գործունեությունը եւ ինչ առանձնահատկություններ ունի քո մասնագիտությունը եւ ինչպես որպես անհատ, որպես մասնագետ պետք է վերաբերվես քո գործունեությանը, որպեսզի դա լինի առողջ գործարար աշխատանք։ Ֆիզիկական թերապիստ, վերականգնողաբան, Շիացու վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի ֆիզիկական թերապիա եւ մերսման ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Մանուկյան։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ես Արմանին ճանաչում եմ 40 տարուց ավել եւ ամեն անգամ հանդիպելիս եւս մեկ նոր բան եմ բացահայտում Արմանի մասին, իր ձեռքբերումների մասին, բայց ցանկալի է որ Արմանը ներկայացնի այդ ամենը։ Արման, խնդրում եմ ներկայացրու, երբ ընտրեցիր մասնագիտությունը, ինչ ձեռքբերումներ ունես եւ որոնք ինչպես են գնահատվում այդ հաջողությունները։ Շատ սիրելով սպորտը եւ վերականգնումը միշտ ինձ որպես նախկինում սպորտով զբաղված մարդ կարելի ասել միշտ հետաքրքրել է վերականգնումը այդ մարզիկների վնասվածքներից հետո իմ ընկերներն են իրականում խթան հանդիսացել որ ես սկսեմ զբաղվել իմ այս պահին ընտրած մասնագիտությամբ ուրեմն ցանկացած մարդ օրվա մեջ շատ էներգիա է ծախսում եւ պետք է այդ էներգիան արագ վերականգնել։ Վերականգնման համար պետք է ունենալ ճիշտ ռեժիմ, ճիշտ համակարգված ամեն ինչը պետք է միասին համակարգված լինի, ներդաշնակ լինի, բայց մարդիկ չեն հասցնում այդ ամենը օրվա մեջ կազմակերպել։ Դրա համար դիմում են վերականգնողական կենտրոններ կամ պարտադիր չի վնասվածք ունենան, որպեսզի հոգու եւ մարմնի ներդաշնակությունը վերագտնեն, մասնագետները կարողանում են այդ ամենը մատուցել անհատին։ Լավ, դուք որպես արդեն մասնագետ, ինչպես էր կոչվում եւս մեկ անգամ հիշեցրեք։ Այմ Շիացու վերականգնողական կենտրոն, Physio Center։ Դուք հիմնականում մարդու ֆիզիկական վերականգնման խնդիրներով եք զբաղված, թե դա նաեւ հոգեբանական աշխատանք է։ Ես կցանկեմ մի քիչ առաջ անցնել, ավելի բացել փակագծերը, երբ որ դիմում են սովորելու որպես վերականգնողաբան կամ պրակտիկան ավելացնելու, առաջնահերթ իմ կենտրոնում դրված է հենց հոգեբանական մարդկային շփումները, որը շատ կարևոր է անձի համար, որպեսզի թե վնասվածքներից հետո ավելի կարողանա ինքը տրամադրվի եւ հաղթարի իր մոտ առաջացած դժվարությունները եւ առողջական վերականգնման մասին պետք է այդ ամեն ինչը իրար հետ ներդաշնակ լինի, որպեսզի արդյունքը էլ ավելի արդյունավետ լինի։ Առանց հոգեբանական պատրաստվածության չի կարող գործը առաջ գնալ։ Խնդրի ներկայացնեիք ձեր ձեռքբերումները որպես մասնագետ եւ այդ մասնագիտական ձեռքբերումները ինչպես եք կիրառում, որպեսզի գործարար ձեր գործունեությունը ավելի արդյունավետ լինի, որովհետեւ բոլոր տեսակի մասնագիտական գործունեությունների հիմքում այնուամենայնիվ նաեւ գործարար գործունեությունն է, այսինքն բիզնեսն է։ Արդեն 20 տարի ես տիրապետում եմ իմ մասնագիտությանը որպես վերականգնողաբան եւ արևելյան եւ արևմտյան տեխնիկաներն ու ոճերը տիրապետելու ընթացքում միաձուլվել է այդ ամեն ինչը իրար հետ եւ ինքնաբուխ առաջացել է այմ Շիացու ֆիզո մեթոդը, որը բավականին ճանաչում է ստացել թե Հայաստանում, թե արտերկրում աշխատելով տարբեր խնդիր ունեցող մարդկանց հետ, այդ թվում նաև
սպորտի վարպետների, օլիմպիական չեմպիոնների հետ բավականին մեծ փորձի արդյունքում ձեռք են բերել ճանաչում թե Հայաստանում, այնուհետև արտերկրում նոր կապեր ստեղծելու հնարավորությունից հետո ավելի ընդլայնել, մեծացրել թե որակները, թե տեխնիկաները եւ այդ արդյունքում դարձել են որպես միջազգային արտոնագրված ջաջ համաշխարհային մերսողների ֆեդերացիայի կողմից նոր կապեր ենք ստեղծել տարբեր վերականգնողական կենտրոնների հետ եւ հնարավորություն ստեղծել մեր մասնագետներին դուրսը ներկայացնելու համար եւ փորձի փոխանակման համար մարզերում անց են կացրել զարգացնող պրոյեկտներ, որտեղ ներգրաված են եղել տարբեր վերականգնողաբաներ եւ մասնագետներ եւ կարողացել ենք ոլորտը զգալիորեն բարելավել, երբ որ հիշում եմ նույնիսկ իմ կենտրոնում նախկինում մեր մտածելակերպը եւ հիմա այս տարիների ընթացքում երևի 5 տարվա ընթացքում 3 տարվա 5 այս վերջի տարիների ընթացքում բավականին ձեռքբերումներ ենք ունեցել ոլորտը զարգացման ծրագրերով։ Արման, ներկայումս Միացյալ Նահանգներում եք գտնվում։ Ինչ գործունեություն եք իրականացնում, ինչ նպատակով եք այսօր այստեղ եւ ինչ խնդիրներ եւ այսպես ասած ծրագրեր ունեք։ Նախ հրավիրել էին որպես միջազգային արտոնագրված ջաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուրեմն անցկացված մրցաշարին մասնակցելու համար հատուկ հրավերքով Միացյալ Նահանգներում արկա հրավերքների հիման վրա արդեն ունենք պայմանավորվածություններ, որ այստեղ անցկացնել վերապատրաստումներ, թե իմ տեխնիկաների շուրջ, թե որպես կազմակերպիչ հրավիրել ճանաչված մասնագետների Հայաստանից, արտերկրից փորձի փոխանակումներ կազմակերպել ոլորտը զարգացնելու համար։ Կարող ես ասել, որ քո անցած ուղին որպես արդեն գործարար, մասնագետ նաև հաջողվել է եւ ունես այն հաջողության պատմությունները, որոնք որ կուզենայիր կիսվել մեր հետևորդների հետ։ Ուրեմն ձեռքբերումների մասին ունեմ իմ հեղինակային մեթոդը, որը դասավանդելով իմ կենտրոնում մեր ուսանողները ունեն բավականին փորձեր, որի համար ես շատ հպարտ եմ, թե նրանց ձեռքբերումներով, թե իմ կատարած աշխատանքով, որ կարողացել են նվաճել տարբեր մրցաշարերում, տարբեր ասպարեզներում ունեցել են հաջողություն, թե որպես ֆիզիկական թերապիստներ, վերականգնողաբաներ, այն կենտրոններում, այն հավաքականներում, որտեղ նրանք այժմ աշխատում են ակումբների հետ, մարզիկների հետ, թե միջազգային մրցաշարերում, որտեղ հանդես են եկել սպորտային եւ թերապևտիկ մերսման անվանակարգերում։ Ես միշտ նրանց հետ մրցումներից առաջ նորից պատրաստվում ենք, նրանց որ ավելի լավագույնս հանդես գան իրենց հասարակ մարդկանց, սպորտսմեններին։ Ինչ տեսակի խորհուրդներ կտաք։ Որոնք են այն խորհուրդները, որ իրենք պետք է երկաթի ամրությամբ հետևեն, որպեսզի լինեն առողջ եւ չունենան վնասվածքներ։ Պրոֆեսիոնալ մարզիկների համար իրականում շատ դժվար է այդ բոլոր համակարգերը իրենց որակները պահպանել։ Մենք գիտենք արդեն, որ պետքա մարզիկը թե ֆիզիկապես ուժեղ լինի, մյուս տեխնիկա, տակտիկան բոլորը պահպանվի եւ ամենակարևորը այդ հոգեբանական բալանսն է, ներդաշնակությունն է։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ հիմնադրած այդ մեթոդի մեջ առաջնային տեղ է զբաղեցնում հենց հոգեբանական մոտեցումը, ճիշտ մոտեցումը։ Պետք է կարողանալ շնչառական վարժություններով նրանց տրամադրել թե ճիշտ ընտրված երաժշտությունով, որպեսզի իր լարվածությունը մրցումներից առաջ մենք գիտենք միշտ մարզիկները լարվում են, անկախ իրենցից առաջի անգամն է թե վերջի անգամն է։ Նրանք պետք է կենտրոնանան հենց այդ մրցաշարի մասին, միայն դրա մասին պետք է, որը ավելի իրենց կարող է խանգարի այդ լարվածությունը։ Դրա համար իմ հիմնադրած մեթոդը շատ արդյունավետ է,
թե հոգևոր ներդաշնակությունը գտնելու համար, թե ինքն իրեն ավելի ճիշտ ուղու վրա դնելու համար։ Այս ամենը ինչքանով է քեզ համար, այսպես ասած, գործարար գործունեություն, ինչքանով է բիզնես, եւ ոնց ես գնահատում հենց քո գործարար հաջողությունը։ Քանի որ ունեմ իմ հեղինակային մեթոդը, որը ճանաչում է գտել Հայաստանում, եվրոպական երկրներում եւ Ասիայում, շատ լավ հնարավորություն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծել դպրոց, որտեղ այդ մեթոդը ավելի միջազգային կդառնա։ Այստեղ ուզում եմ հիմնադրել դպրոց, որտեղ կվերապատրաստվեն մասնագետները կամ զորական կուրսերով կարող են սկսել մասնագետներ, արդեն թիրախավորել եմ մի քանի մասնագետների, ովքեր կարող են դասավանդել անատոմիա, ֆիզիոլոգիա, հոգեբանություն եւ իմ հեղինակային մեթոդները արդեն ես կդասավանդեմ։ Կան հրավերներ տարբեր նահանգներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ պետք է գնամ եւ իմ տեխնիկաները ցուցադրեմ, վերապատրաստումներ, որ միշտ արել ենք Եվրոպայում եւ Հայաստանում։ Վերադառնամ նորից այդ մարդու անհատի մարզիկի, այս դեպքում արդեն նաեւ առողջ ապրելակերպու սկզբունքներին։ Ինչպես մարդ կառուցի իր օրը, որ ավելի առողջ եւ ավելի նպատակային ապրի։ Քանի որ իմ հեղինակային մեթոդը իր մեջ ներառում է արևելքի եւ արևմուտքի դասական բժշկության տարեր, հիմնական լավագույն, տենց առանձնացված տեխնիկաները, ես խորհուրդ կտամ մարդկանց առողջարար ցիգունայի վարժություններ օգտագործել, որը բերում է ներդաշնակության հոգու եւ մարմնի անկայուն վիճակը։ Լցվում է մարդը էներգիայով, ամբողջությամբ, դրա մեջ կիրառվում է թե շնչառական վարժություններ, կիրառվում է թե անհատական ձգումներ, վարժություններ, որը կարող մի քիչ ավելի երկար ասեմ, օրինակ շիացու թերապիայի սկզբունքներով, որտեղ պատկերված են 5 տարերքները՝ ջուր, ծառ, կրակ, հող, երկաթ, բոլորը միասին պետք է, որը անմիջական կապված է նաև չակրաների հետ։ Նրանք ուրեմն արևելքում մարդու առողջության գրավականը հենց կապվում են այդ տարերքների հետ, ավելի պարզացված ձևով, ամեն մի օրգան համակարգ կապել են մի տարերքի հետ, օրինակ կրակը սիրտն է, չէ՞, միանգամից կարող է տաքանալ, կարա չգիտեմ ինչ անի, եւ բոլորը մեկը մեկի հետ կապվում։ Եթե մի հատվածում կրակը շատ է, պետքա ջուր լցնել, որպեսզի, չէ, կրակը հանք չէ։ Սա ուրեմն եթե սիրտներ ջրի մեջ արդեն այնտեղ երիկամների հետ ուրեմն խնդիր մենք ունենք։ Պետք է ուրեմն օրը սկսել էներգիայի լիցքավորմամբ եւ օրը ավարտել նորից նույն սկզբունքով։ Շատ երկար կարելի է խոսել առողջ ապրելակերպի մասին, բայց ամենաառաջնայիններից այս բանն ես կարճ խորհուրդ կտայի, որ օրը սկսել հենց էներգիայի բացմամբ առողջարար ցիգունի վարժությունները, որ իր մեջ ներառում է թե շնչառական, թե հոգեկան, թե ֆիզիկական, ուրեմն կառուցվածք ունի ինքը բնույթով։ 5-10 րոպե ամեն օր առավոտյան, եթե մենք կատարենք այդ վարժությունների համակարգը եւ երեկոյան, ինչքան էլ մարդ զբաղված լինի, ինձ թվում է այդ 5-10 րոպեն իր առողջության համար չի խանգարի, որ այդ 5-10 րոպեն ինքը տրամադրի։ Ես որտեղից հասկանամ, որ վարժությունով պիտի սկսեմ օրս եւ որ վարժությունով ավարտեմ։ Հասարակ մարդու համար այն ինչ որ դուք ասում եք ձեր մասնագիտական շրջանակներում, շատ պարզ է, բայց մեր համար դա օտար է, առավել եւս երբ որ արևելյան, արևմտյան ինչ որ մշակույթներին հատուկ ապրելակերպով է դա պայմանավորված։
Շատ լավ հարցեր, կարճ պատասխանել, որ կարող եք հետևել իմ սոցիալական էջերին, որտեղ շատ հստակ տարբեր վարժություններից ներկայացված է, թե ինչպիսի վարժություններ կարելի է օգտագործել։ Հիմա նոր տեխնիկաներ էլ ունեմ մշակած, որ դեռ ի ցույց չի եղել, բայց մոտակա շաբաթների ընթացքում պատրաստվում եմ այդ նոր տեխնիկաներս ցույց տալ, օրինակ սպորտային մարզական փայտիկով նոր սթրեչինգային տեխնիկաներ, նույն մասնագետների համար, ասենք, ովքեր տիրապետում են բամբու մերսմանը, այդ բամբուներով տեղից առաջացել այդ միտքը ու լավ նոր տեխնիկաներ եմ ստացել, որը թե աշխատողի համար, թե ցանկացած մարդու համար շատ սիրուն հետաքրքիր։ Այսօր արդեն դուք սիրուն անցում կատարեցիք մասնագիտական խորհրդից դեպի գործարար լուծում, գործարար օգուտ ձեզ։ Այ նմանատիպ մասնագետները, որոնք որ իրենց համար մասնագիտություն են ընտրել ձեր ոլորտը, իրենք ինչ հաջողություններ ունենալու, գործարար ինչ ձեռքբերումների հասնելու, հաջողակ համարվելու համար ինչ լուծումներ ունենալու կարիք ունեն։ Ինչ դուք խորհուրդ կտաք այդ մասնագետներին այս պարագայում։ Մասնագետների համար շատ կարևոր է զբաղվել ինքնակրթությամբ, շատ վերապատրաստումներ ունենալ, արդեն իսկ փորձված տեխնիկաներին արագորեն համապատասխան մասնագետի մոտ անցնել վերապատրաստումներ եւ այդ ամեն ինչը սկսել ավելի զարգացնել։ Մենք եթե մի բան սովորում ենք, մասնագետը նշոր սովորեց արդեն տիրապետում է։ Օրինակ կետային մերսումները, եթե սովորում են, պետքա բավականին փորձ ունենան այդ նույն կետը սեղմելու ընթացքում, որ ինքը հասկանա ինչ է տալիս դա։ Հասկանա, չհասկանա, ինքը իր օգուտը տալու է առանց կամ վնասնել է տալու։ Հա, վնասը դժվար, որտեվ եթե սխալ աշխատեն, վնասել կտա, իհարկե։ Դրա համար մենք առանց բժշկի թույլատրությամբ իրավունք չունենք նախ գործունեություն ծավալել, իսկ երկրորդը նույն տեխնիկան օգտագործելով մենք ամեն անգամ բարելավում ենք մեր արդյունքները։ Ոնց որ մարզիկը իր պարապմունքին հասնում է մի կատարելության, ամեն անգամ անելուց նոր ձևի այդ նույնը մատուցում։ Նույնն էլ Դա կարելի է ընկալել, հասկանալ, ասել կներեք, որ ընդհատում եմ, որ դա նաև հաստակի փող աշխատելու, հարստանալու մեթոդ է։ Միանշանակ։ Եթե մասնագետը պատրաստված է բոլոր լավ կողմերով, ցանկացած պացիենտի, ցանկացած լավ մասնագետի պահանջարկը միշտ կարիք ունի, միշտ շատ մարդիկ մեդիա ոլորտը հիմա շատ բաց է եւ հեշտ կարողանում են գտնել, թե որ մասնագետի մոտ կարելի է վերապատրաստվել կամ ինչ հաջողություններ ունենա։ Օրինակ իմ փորձով ասեմ, իմ մոտ վերապատրաստված իմ ուսանողները բավականին ձեռքբերումներ ունեն եւ ճանաչում ունեն միջազգային մրցաշարերում իրենց տեխնիկաները ցուցադրելու, օրինակ սպորտային մերսում, թերապևտիկ մերսման մեջ իրենց ունեցած գրանցած հաջողություններ, ինչպես նաեւ իրենց վերականգնողական կենտրոններում կամ այն ակումբներում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում իրենց մասնագիտությամբ, իմ մոտ վերապատրաստվելուց հետո մեծ հաջողություններ ունեն, որը վկայում է նրա մասին, որ այս մեթոդը, որը ես ուսուցանում եմ իմ ուսանողներին, բավականին արդյունավետ է իրենց մասնագիտական աճի վրա։ Նրանք ունեն տարբեր վերապատրաստումներ, բայց ովքեր հիմքը սկսել են այս կենտրոնում, իմ հիմնադրած կենտրոնում, շիացու, այմ շիացու ֆիզո կենտրոնում եւ տիրապետում են իմ տեխնիկաներին, կարող են տարբեր տեսակի մարդկանց, խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, թե ողնաշարի խնդիրներով, թե ծնկի վնասվածքներից հետո, տարբեր հոդային վնասվածքներից հետո, թե ուղղակի մարմնի վերականգնում իրականացնելու, էներգիան բարելավելու, իր մեջ ամեն ինչ ներառում է, կարելի ասել, քանի որ իր մեջ ներառում է արևելքի եւ արևմտյան ամենալավ տեխնիկաները վերցրել ենք եւ ինքն իրեն կարելի ասել ծնվել է այդ տեխնիկան։
որը ես միշտ կատարելագործում եմ, դեռ էլի մեծ ճանապարհ կա ավելի լրջացնելու, ավելի շատ աշխատանքներ կատարելու այս ուղղությամբ։ Այդ քեզ բավական հաճախ նկատում էինք մեր հայտնի սպորտսմենների կողքին, օլիմպիական չեմպիոնների, աշխարհի տարբեր մրցաշարերում հանդես եկած եւ Հայաստան դեպի Հայաստան մեդալներ, մասնավորապես ոսկե մեդալներ բերած տղաների կողքին, աղջիկների կողքին։ Որն էր այն գրավականը, որ իրենք ընտրությունը կանգնում, իրենց ընտրությունը կանգնում էր հենց ձեր վրա եւ որն էր, որ ինչ էի կարողանում տայիք այնպես, կամ ոնց էր այդ ընկերությունը ձևավորում, որ այդ վստահության մթնոլորտի մեջ դուք այսքան տարի շարունակել եք աշխատել։ Քանի որ ես ասում նախորդ կյանքում ավելի շատ մարզիկ եմ եղել, հետո նոր թերապիստ, միշտ ինձ հետաքրքիր է եղել մարզական վերականգնումը տարբեր վնասվածքներից հետո։ Իմ համար հետաքրքիր է եղել։ Երբ որ արդեն ընտրեցի այս մասնագիտությունը եւ սկսեցի աշխատել իմ սրտի մեջի եղած ուրեմն մասնագիտությամբ, շատ փոփոխություն բոլոր ես նույնիսկ մեր բոլոր մարզիկների հետ հավաքականների հետ սկսեցինք համագործակցության շրջանակներում, ուրեմն հավաքներից առաջ հրավիրում էին այդ հավաքների ժամանակ այդ մարզիկների հետ աշխատում, քննարկում նրանց հիմնական պատճառները, նույնիսկ հասկացել եմ, որ այն հին մարզիչների դպրոցները, որոնք հետո բերում են վնասվածքների, այդ սխալ մանկապատանեկան դպրոցներից սկսած այդ խնդիրը գալի, որ այդ X տարիքում սկսում է վնասվածք, երբ որ անցում են կատարում ավելի պրոֆեսիոնալ սպորտի, այդ վնասվածքները խիա լինում 10-ից կարող է 10 լավագույն մարզիկներից 8-ը ունենան այդ ծնկի խնդիրը կամ չգիտեմ մի հատ այլ խնդիր, նույնանման խնդիրներ, որոնք բոլորի մոտ սկսվել են նույն տարիքում, նույն խմբում, այո, պարապելու արդյունքը։ Արդյունքը։ Բայց այդ հարաբերությունները, ընկերությունը այդ ինչքանով է կայուն եւ արդյոք այդ ամենը նաեւ ձեր հաջողության գրավական է համարում։ Ես իմ կենտրոնը հիմնադրելուց հետո տարբեր առաջարկություններով տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ ունեմ համագործակցության եզրեր ունենք մշակած, նրանք ճանաչելով, իմանալով ընթացքում, որ ես ձևով լավ արագ է վերականգնվել այս ինչ մարզիկը, իրենք սկսեցին արդեն միշտ իրենց մարզիկներին, ովքեր կարևոր մրցումներ պետքա մրցումներում հանդես գային, նախամրցումային այդ փուլում գալիս են իմ կենտրոն եւ դիմում էին ինձ, իրենց հետ աշխատում էի ուրիշ ծրագրով, տիրապետելով այն ամենին, այդ բան թե ինչ է նրա մոտ տեղի ունենում, ֆիզիկապես բավականին ուժեղ է, ոչ մի խնդիր չունի, նորից իրեն պետք է արդեն հոգու հանգստության, տրամադրվածության, կենտրոնացվածության վրա ուշադրություն դարձնել։ Այդ ամեն ինչը մեկ սեանսի ընթացքում նա բավականին ստանում էր, այնպես որ արդյունքներն էլ շատ թեթև էր լինում։ Մրցաշարերում չեմպիոն դառնալու, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո իրենց առանձին իմ հետ զրույցներում հենց միանգամից զանգում ասում են ավելի սահուն, ավելի հեշտ այդ էներգիան հլը մեջներս մնացել է, որ կարանք էլի մրցումներին մասնակցենք, էլի եթե շարունակական լիներ, ինքը այդքան կարող օգնի իրանց, բայց որ իրենք իրենց մեջ փորձում են հաղթարել այդ ուժը չի ստացվում, այդ ժամանակ դիմում են մեզ եւ մենք կարողանում ենք նրանց գտնել թե նրանց ինչն է պակաս։ Եթե հոգեբանորեն պատրաստված են, մկաններն են արդեն խանգարում, հա, լարվածությունները միշտ մկաններին է լարված վիճակը փոխանցում, արդեն նորից մասնագիտական ձևով կարողանում ենք այնպես նրանց հետ աշխատել, որ շուտ վերականգնվի նրանց մոտ կորցրած էներգիան, մկանային այդ լարվածությունը, մենք քննարկում ենք մինչև այդ մարզիչների եւ իրենց ակումբների բժիշկների հետ, մինչև նրանց հետ սկսեմ ես աշխատել, որովհետեւ դա շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք թիմային աշխատանք է նորից ձևավորում, որ հասկանանք այդ մարդուն ինչպես մենք կարողանանք օգուտ տալ։ Օրինակ
ամեն շաբաթ խաղա դրած օրինակ ֆուտբոլիստների մոտ վերջի օրերին խաղերից առաջ ֆիզիկական պատրաստվածությունը բերում հասցնում են այն աստիճանի վրա, որ չի կարելի նրանց թուլացնել մկանը։ Մենք գիտենք, չէ, լարված է մկանը, պետքա թուլացնել։ Բայց մարզիչ հետ խոսում ենք, հասկանում ենք, որ պետք չի, նրան ուրիշ բան ենք մատուցում։ Հասկանալի։ Հա։ Ամփոփելով մեր այսօրվա զրույցը, նախ կուզենայի, որ թվերով ասեք, քանի մասնագետ է վերապատրաստվել ձեր օգնությամբ, քանի աշխարհի օլիմպիական չեմպիոն է վերադարձել գորգ կամ մարզասրահ, հերթական հաջողություններ ու ոսկե մեդալներ բերելով կամ տարատեսակ ձեռքբերումներ շնորհելով Հայաստանին։ Նախ սկսենք իմ մոտ վերապատրաստված մասնագետներին, ուրեմն 20 թվականից, երբ որ արդեն իմ կենտրոնս հիմնադրեցի, այդ կենտրոնի պատմությունը շատ կարճ կուզենայի ասել, էլի պատճառ հանդիսացան թե ընկերներս, թե այն թերապիստները, ում դասավանդում էի արդեն ինստիտուտում 2015 թվականից սկսած մերսման կուրսերում եւ ինստիտուտում դասավանդման տարիներում, որը մինչ այսօր դասավանդում եմ այնտեղ, նրանք խթան հանդիսացան եւ սկսեցի պատրաստել ու ինքն իրեն ոնց որ ստացվեց այնպես, որ մեկը մեկին առանց գովազդների շատացան, հետո այդ տարիներին պատերազմից հետո էր այդ զինվորներին պետք էր վիրավոր օգնել, ես կամավորական ընդգրկվեցին ուրեմն թերապիստներ, ովքեր ուսանողներ են եւ իրանց համար հարթակ ստեղծեցի այդ ժամանակվա փոքր կենտրոնում իրականացնել նման ծրագրեր, որ իրանց համար էլ բավականին փորձ էր եւ շատ ավելի արագ ինտեգրվեցին այդ ոլորտին, սիրեցին 200-ից ավել ուսանողներ եմ տվել իմ կենտրոնում, բայց եթե ընդհանուր առմամբ նայեմ ավելի շատ կլինի թիվը, որովհետեւ 15 թվականից տարվա մեջ երևի 60-ից ավել մենակ ինստիտուտում ուսանողների հետ շփվում եմ, մինչ օրս նրանց ոչ թե շփվում եմ, այդ համապատասխան կուրսերում դասավանդում եմ։ Իսկ կոնկրետ իմ մեթոդիկայով 200-ից ավել մասնագետներ եմ տվել, որոնք հիմա ոլորտի լավագույն մասնագետներից են։ Իսկ այն մարզիկներին, ում հետ որ աշխատել ենք, դեռ այդ հեռավոր 12-13 թվականներից սկսած աշխատել եմ ֆուտբոլի ակումբի հետ, Էրեբունի ֆուտբոլային ակումբի հետ, մինչ օրս ուրեմն ըմբշամարտիկների հետ, ձյուդոիստների հետ, դահուկա սպորտի մասնագետների հետ, մինչ օրս նրանց այդ բոլորի հետ կապի մեջ ենք եւ իրենք գիտեն, եթե լուրջ խնդիրներ կա, արդեն պետքա հենց անմիջական ես աշխատեմ, որպեսզի այդ մարզիկին ավելի հնարավորինս շուտ վերադարձնեմ սպորտի։ Վերջինը, կարճ ասեմ, վերջի ճանաչված մարզիկը եղել է Մալխաս Ամոյանը, ով իր զբորերից առաջ, հավաքներից առաջ այցելել է իմ կենտրոն եւ ես նրա հետ աշխատելուց հետո, որը առաջի անգամը չէր, որ աշխատում էի, ավելի թեթև գնաց եւ դարձավ նորից չեմպիոն։ Ես հարգում եմ այն մարզիկներին, ովքեր ամեն ինչը հասկանալով, գիտակցելով պրոֆեսիոնալ ձևի են մոտենում իրենց կարիերային եւ իրենց մասնագիտությանը, այսինքն բացի իրենց մարզումներից, ճիշտ սննդային ռեժիմներից շատ կարևոր է հոգու եւ մարմնի հանգստությունը, որը կարող են գտնել շիացու վերականգնողական կենտրոնում։ Շնորհակալություն Արման հրավերս ընդունելու համար, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ։ Այսօր իմ հյուրն էր Արման Մանուկյանը, Հայաստանի Հանրապետության շիացու կենտրոնի հիմնադիր, տնօրեն, մարզիչ եւ միջազգային հարթակներում մերսման եւ վերականգնողական թերապիայի մրցավար, անգլերենով ասած judge, որը ներկայացնում է մեր երկիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ ամեն ինչի համար։ Շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալելու համար։ Մենք շատ պաշտոնական խոսեցինք, մենք 100 տարվա, 40 տարվա ընկերներ ենք, եթերից հետո հիմա ավելի անմիջական շփվելու հնարավորություն կունենանք եւս մեկ անգամ։ Շնորհակալություն։